Ալեքսանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ երբակտահաբար մի քանի թեմաներ եք առանձնացրել, համեցեք, մի փոքր ուղղակի միկրոֆոնը ձեզ մոտեցրեք։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Բարև հայրենակից, չեմ կարող խոսքս չսկսել առանց դառը խորը շնչ քաշելով։ Երեքիս ոչ ամբողջ ժամանակ, բայց դատավարության կեսից հետո մինչև վերջ մնացի դատարանում։ Մեր հանրության ծաղիկն է դատարանում, դուք հասկանում եք ովքեր են։ Այն խոսքը, որը արտասանել Սրբազանը, ես չգիտեմ, ուրիշ ելումից է հնարավոր նման խոսք լսել, ընկալել։ Մարդ, որը արդեն քանի ամիս է դատապարտված է հանիրավի, ոչ ընկճվում է, նախ ֆիզիկապես հիվանդ է, նա ունի շաքարային դիաբետ, ունի ճնշում զարկերակային, բայց ունի ոգի և իր ոգով է ոգևորում ու պահում, պահպանում իրեն ու իր շրջապատին։ Մարդը այդքան գրագետ, այդքան բանևմաց, այդքան ոգեղեն, ես հիմա եթե ասեմ նա ուղղակի հոգևորական է, նշանակում է շատ քիչ բան ասել կամ ընդհանրապես չասել։ Նա ոգեղեն է, հասկանում է ժողովուրդ, ու սա քո ոգեղեն զավակի նկատմամբ, իմա քո իսկ նկատմամբ քպականները կիրառում են այլանդակ բռնաճնշում ու պարզապես ծաղրանք։ Ծաղր ու ծանակի են ենթարկում։ Երեք այդ Ֆարխոյան, կարծեմ, Կարեն Ֆարխոյան, ես նրա մի քանի նիստերին մասնակցել եմ ուրիշ բանտարկյալների կապակցությամբ, և մի հարցում լրիվ համոզվեցի նաև երեք։ Այդ մարդ կոչվածը, այդ անզգա ռոբոտը, պարզապես ոչ թե վկային է լսում, ոչ թե դատապարտյալին է լսում, ոչ թե դատախազին է լսում, այլ նստած այդ թթանոց գլուխը տարուբերելով անընդհատ մտածում է ինչ անեմ, որ գլուխս մնա ուսերիս։ Ես նրան մի երկու անգամ այս եթերում, այս եթերից ներողություն, այս հարթակից խորհուրդ եմ տվել 1000 տարվա դատավորես, ինքան հավաքած կլինես, որ քո բոլոր սերունդներին լիարժեք հերիք է։ Հրաժեշտ տուր գնա, հրաժեշտ տուր գոնե քո անհամաձայնությունը արտահայտիր այդ ոհմակի նկատմամբ, հրաժարական տուր, չես կարող, թե ասում է փողը փող է սիրում։ Այսինքն դու դատավոր կոչված տհաս, ես քեզ եթերից ասում եմ, Կարեն Ֆարխոյան, դու տհաս ես, որպես իրավաբան, դու տհաս ես, որովհետև դու չես վիրավորվում, երբ որ նիստերի ժամանակ վարձու վկա կոչվողները անգրագետ, անիմաստ, մտապակաս, հիշողությունը կորցրած կանգնում ու քեզ ինչ-որ բաներ են ասում։ Եթե դու դրանք ընդունում ես, ուրեմն դու տհաս ես, պատրաստ են պատասխան տալու իմ այս խոսքի համար, Կարեն Ֆարխոյան։ Հիշիր, մի դատական նիստից հետո ես քեզ ինչ օրը դրեցի, էլ եմ դնելու, այսօր գալու եմ նորից։ Էս ինչ եք դարձել, հանուն փողի, հանուն ձեր խեղճուկ եսի, դատական կատարածուներ, գետինը մտնեք բոլորդ միասին, ձեր հավ դատախազի գլխավորությամբ։ Միտեղ, որ այդ դատախազի ներկայությամբ մայրեն հայոյում, իրար են ծեծում, պետական բարձրագույն օրենսդիր մարմնում ամենաանթույլատրելի բաներն են անում և հաշվի չեն առնում, որ այնտեղ դատախազ կա, այսինքն այնտեղ դատախազ չէ, այնտեղ Նիկոլի հերթական էքն է կանգնած։
Ես մեկ անգամ ասել եմ, մի անգամ եմ անդրադառնալու։ Արփինե Սարգսյան, ես քեզ անպատվել եմ, ես քեզ մեղադրել եմ այն 3-ամյա երեխայի այդ ցնցող սպանությունը, որտեղ դա սպանություն է, ուրիշ բան չէ, ինքդ ներկայացնելու։ Ես ասում եմ, քո ղեկավարած գերատեսչությունում դու չունես հասարակայնության հետ կապերի վարչություն, դուք չունեք համապատասխան հաստիկներ, ինքը պիտի երևա, դե որովհետև Նիկոլի հետ ասում են ձինձյու կողքին կապես կամ կծել է սովորելու կամ քացի տալ։ Այսինքն Նիկոլի հետ ճանապարհ գնացողը Նիկոլի այդ մանյայով պիտի տարապի մեծամոլական ինքն է հայտարարում։ Գետին եմ մտնես։ Դու էլ ինձ դատի տուր պատրաստ եմ քեզ պարզապես ցանկացած խցիկի առաջ մերկացնել, որովհետև դուք պաշտոնյա չեք։ Դուք պաշտոնամոլ եք, իսկ դրանք շատ տարբեր բաներ են, որովհետև պաշտոնյան ունի պատասխանատվություն իր զբաղեցրած պաշտոնի նկատմամբ։ Պաշտոնյան լինելը չի նշանակում մենակ վայելք, դա նշանակում է նախ եւ առաջ պատասխանատվություն։ Լինի արքա, թե ամենավերջին մանր աստիճանավորը պիտի իր կատարած աշխատանքը հարգի եւ պատասխանատվություն ունենա։ Ես հիմա կասեմ իմ պիեսներից մեկում խոսելով Տիգրան արքայի մասին, ասում եմ, կարծում եք մազերը զուր են ճերմակել։ Տարապանքի բեռը ուսերին առել, արքա է դարել։ Այսինքն արքան պիտի նաև տարապանքի բեռ կրի իր ուսերին։ Արքան պիտի իրեն պատասխանատու համարի ամեն ինչի համար։ Իսկ այս ոչնչությունները իրենք իրենց դրել են արքայիկների տեղ, իրենք իրենց նշանակում են, իրենք իրենց ծափ են տալիս, իրենք իրենց պարում են։ Այ թուրքի լամուկ։ Ես չեմ կարող քեզ անուն ազգանունով դիմել, որտեղ չեմ հարգում։ Ավելին, ես երբեք ատելության զգացում չեմ ունեցել, ինչքան որ հիմա եմ զգում քո նկատմամբ, քեզ նման տականքի նկատմամբ։ Զգում ես, որ աթոռը տակիցդ փախչում է, դե հիշիր Վազգեն Սարգսյանի խոսքերը, հողը պահեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք։ Դուք հողը չեք պահել, չեք պահում, աթոռը որտեղ եք դնելու, դեռ ոչ մի աթոռ օդի մեջ չի կանգնել, ոչ մի աթոռ, և ոչ ոք չի կարողացել նման աթոռի վրա նստել, ամենա այն աչբարարն անգամ դա չի կարողացել անել։ Հիմա, քո հողը, քո ոտքերի տակից գնում է, աթոռն էլ հետը, որովհետև եթե երեք քրտմնջում էր նույնիսկ քո հավատարիմ շնիկ, լակեի, Ալոնան, ես զարմացա, որ արդեն նայել է ձայն հանում Նիկոլի դեմ, դե չկարողացանք ապահովել քվորում, բա դու ինչ կաղամբի գլուխ ես դարի մի ասա, որն է քո միսիան, սրան նրան դատի տալը, հա? Դու, եթե քեզ զգայր աստիճանավոր, բարձր պաշտոնյա, էնել օրենսդիր մարմնի, ախր բոլորը պատահականության բերումով, կամ ուղղակի դավաճանության բերումով, կամ ուղղակի օտարերկրյա գործականներ լինելու բերումով հասել եք պաշտոնների, դրա համար էլ դուք չեք գնահատում ձեր զբաղեցրած տեղը։ Բարձր պաշտոնյան պիտի լինի զիջող, պիտի լինի մեծահոգի, ոչ թե մեծամիտ, այդ անտիֆեյկի տղաները շատ էին դաղել քո սիրտը, դու սիրտ ունես, որ դաղվի, դու սիրտ ունես, որ թքեցիր ձեռքերը փակած, բռնած մարդու երեսին, Քեզ գիտես ինչ պիտի անել, քեզ չգիտեմ ես ինչ կանեի, եթե այդ իրավունքը ինձ տային,
որովհետև դու մարդ չես, դու Ալյոնա ես ընդամենը։ Քո ընկերներն էին այդ մասին խոսում 18 թվականի մայիսի 8-ի օրը հրապարակում։ Ես այդ օրն եմ քեզ ճանաչել և մեկ էլ այն էքի մասին էր խոսքը, այսինքն ասում էին ղռելի կատու, բայց թե ով էր դա ես այն ժամանակ չգիտեի։ Հիմա դուք որ այսքան ձեզ համարում եք ամպերի հետ սլացող, որովհետև ցորեն են բերել խաղաղության խաչմերուկով, այդ գետինը մտնեք, դուք բոլորդ, նախ ով ՔՊ կուսակցության անդամ է, պիտի գիտեք ինչի արժանանա, այն ինքնաթերի միջի զորահանդեսին մասնակիցների ճակատագրին պիտի արժանանա, որովհետև ասում է Աստծո համբերությունն էլ անսահման չի, կգա օրը, որ բռունցքով կճզմի ձեզ, բռունցքով պարզապես, որովհետև դուք չեք հարգում այն ազգին, այն ժողովրդին, որից չգիտեմ ինչ սատանայություններով քվե եք վերցրել, այսինքն ձեզ այդ քվեները մատուցել են, դուք չեք ստացել, դուք անգլոսաքսերի և թուրքական գործակալ եք, ուրիշ ոչ մի բան, այ օրինակ են Արաբատը փոքրատառերով, ով է նա, այսքան ժամանակ ժխտեց, որ ինքը գործակալ է, որ օմեգան ինքը չէ, որտեղ մտածես կհարցնեմ, բա ով է, այդ հարցին էլ պատասխան չունի ախր այդ օմեգան, մի քանի օր առաջ էլ խոսում էր, հարցազրույց էր տալիս, աչքերը աջ ու ձախ գնում ու գալիս էին, ես հասկացա, որ նա ըստ երևույթին Ալյոնայի երազած մարիխուանայի ազդեցության տակ է, եթե սրանք այս Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, իս ինչ գարշել, սրա չապ գարշելի մենակ Կոնջորյանն է երևի, այսքան գարշելի, այսքան մեծամիտ, այսքան ազգատյաց, գետինը մտնեք, գնացեք թուրքական անձնագիր հանեք, ու վեր ընկեք այնտեղ ապրեք, մեր աչքից, մեր խղճից հեռացեք, հասկացեք, դուք իրավունք չունեք այս երկրի օդը շնչելու, ջուրը խմելու, որտեղ դուք դավաճանել եք ծայրը ծայր, դուք անեծքի եք արժանացրել ձեզ ծնող մայրերին, որտեղ դուք շուն լակոտ եք դարձել, կամ էլ այդպիսին ծնվել եք հավանաբար, չեմ կարող ասել, որ մեկն է ավելի ճիշտ։ Այս պարոնայք, որ ասում է, մենք Նիկոլայ երկրորդը, հիմա, պարոնայք Նիկոլայ երկրորդ քեզ կարծող թուրքի լամոք, դու, որ խոսում ես, մտածում ես ինչի մասին ես խոսում, թե մտածելու համար ուղեղը հարկավոր, իսկ քո գանգատոպի մեջ մենակ թրիք է լծված, են էլ թուրքական աղբ, որովհետև դու չես հասկանում, որ խոստովանությունները անում ես բաց էի բաց, ազգային ժողովի նիստի մակարդակով, հիշիր, քանի խոստովանություն ես արել, որ չկանգնեցրի պատերազմը, որպեսզի չասեին դավաճան, քո սեփական, չգիտեմ արդյոք ճիշտ եմ թե չէ, լակոտին փրկելու համար մի ամբողջ վաշտ զինվոր են զոհել մեր բթամիտ զինվորականները, հրամանատարները, որպեսզի նկարեին, որ Նիկոլը հերոսածին է, այ հողը գլխիդ, այ հողը գլխիդ, քեզնից մենակ այդ լակոտը կծնվեր, Աշոտիկ անվանյալ,
խեղճ ու կրակ, գունավոր, որովհետև ես չգիտեմ նրա ոչ գեները գիտեմ, ոչ որևէ բան, բայց որ հեռացել է քեզնից, գոնե այդ մի խելացի բանն արել է, բայց ես չեմ հավատում իմիջայլոց, որ նա քեզնից հեռացել է, բա ինչով է ապրում, բա քո թալանած միլիարդները, ես չեմ կարող ինձ սխալ թույլ տալ ու ասել միլիոնները, քո թալանած միլիարդները, բա ովքեր են զղկտվում, թե մենակ այդ բոլորը փռել ես այդ ղռերի կատվի ոտքերի տակ, մի քանի օր առաջ լայվ էին ասում, ինչ են ասում, մտել էիր, խորոված էիր պատրաստում, տեսնես խորոված պատրաստել, գիտես թե չէ, ասում է, Աննան վերադարձել էր Չինաստանից, իսկ բերանը չի բռնում, ասես վռնդել են Չինաստանից, որպես անպետքություն, սիրտը խորոված ուզեց, ես էլ նրա համար խորոված եմ պատրաստում, այդ ձեր կերածը ձեր քթից գա, ինչ եք այսքան լկտիացել, ինչու եք այդքան ցուցադրում, կար ժամանակ, երբ որ ալիքներից մեկում, կարծեմ բանը, շանթներ, են Եգոր Բլումով է, ես այդ երիտասարդին այդքան էլ չեմ հարգում, ուրեմն ինչ-որ եփող թափողները ցույց տալիս, թե ինչ պատրաստել, օրական մսակտորներ էին ցույց տալիս, թե ինչպես են փչացնում ու թափում, որտև կես ժամում անհնարին է դա պատրաստել, տրոլեյբուսում ես ուղղակի լսեցի երկու ձեր կանանց խոսակցություն, դա տարիներ, տասնամյակներ առաջ էր, գիտեք, փշաքաղվում եմ, մինչև հիմա, երբ որ ասում են, լավ էդ միսը ինչ են այդպես փչացնում, թափում, գոնե տան, մենք եփենք ուտենք, երևի մի 20 տարի անցել է, ես չեմ կարողանում մոռանալ, չեմ կարող մոռանալ, որ այդ տարեց կանայք երևի միսը երազում էին տեսնում, հիմա, այ անդասյարակ, այ թուրքի լամուկ, այդ որ խորովածներ ես ցուցադրում համացանցում, ում համար ես ցուցադրում, ովքեր որ ամեն օր այդ խորովածը ուտելու հնարավորություն ունեն, նրանց պետք չի, ուրեմն դու դաղում ես չքավոր մարդկանց, այն 30%-ին բնակչությամբ, որը պարզապես խեղճ ու կրակ է, որը ապրելու, գոյության պահպանելու միջոցներ անգամ չունի, ովքեր աղբարկղ են քրքրում, եթե որևէ երկրում թեկուզ 10 հոգի կա, որ աղբարկղ են քրքրում, ուրեմն այդ երկրի ղեկավարը անասունի մեկն է, որը միայն մտածում է սեփական որքորը լսնելու մասին, հիմա ես ծորենը, օրինակ, ես չեմ հասկանում, ազգային ժողովում քանի հոգի վիրավորվեց, որ անասնակեր են ուղարկել ծորենի անվան տակ, այսինքն անասուններին անասնակեր են ուղարկում, ոչ թե առաջնակարգ ծորեն, ձեր որքորը շատ բանեղավ ցավեց Արցախի ոսկե հատիկ ծորենից, հա, պիտի դրանից հրաժարվեք, պիտի ոսկե Արցախը նվիրեք մեր պապենական թշնամուն, որ Ղազախստանի կամ Ռուսաստանի այդ անասնակերի վրա ուրախանակ, հա, ես հիմա դիմում եմ մեր բնակչության այն շերտերին, ովքեր սազնարած երկու պար են անում այս անասնակեր ուղարկելու ուղղությամբ, ամոթ, 1000 ամոթ, բա մենք աշխարհակալ Հայաստանի հետնորդներ ենք, հա, դուք գիտեք, որ շատ-շատերից ատելի Ռուսաստանը, երբ սովետական միություն էր ու պատմությունը 5-6-րդ դասարանից սկսում ենք ուսումնասիրել,
թեմատիկան ԽՍՀՄ պատմությունը, ոչ թե Հայաստանի պատմությունը, այլ ոչ թե հայոց պատմությունը, ավելի ճիշտ, ներողություն եմ խնդրում, այլ ԽՍՀՄ պատմությունը սկսվում էր Ուրարտուի ժամանակաշրջանից, որ այսօր այդ ուռած գլուխ, կաչաղակը, այդ Ալիևը ինչ աղբ կոչված է, կանգնի մեկ բռունցքը թափարի ու ասի Արևմտյան Ադրբեջան է, որովհետև երբ որ անցած տարի Ալիևը հատուկ շնորհակալագրով շնորհավորեց իրենց շնորհավորեցին Արևմտյան Ադրբեջանի օրիորդաց գիմնազիայի ստեղծման 140-ամյակը, իսկ այդ գիմնազիան գիտեք որտեղ էր, գիտեք Երևանում, մեր Իրիվանի, որովհետև ոչ մի պաշտոնական վարչություն կլինի, բաժանմունք կլինի, գիտությունների ակադեմիա կլինի, ինստիտուտներ կլինեն, ոչ ոք չվիրավորվեց սրանից, ես այն ժամանակ էլ եմ խոսել, ասել եմ դու գլուխդ պատին ես տվել, պատնել գլխին, բայց այստեղ Նիկոլն է ղեկավարողը, նրա խելքը նման բաներից չի հասնում, նրա խելքը լափելուց է հասնում, այ որ կադրեր կան, չէ ինչպես է լավաշը ոչ թե հորիզոնական կտրում, այլ ուղղահայաց, քաշում է բացում ու սկսում կուլ տալ, այդ լավաշը աչքիդ լույսը բռնի։ Ես միշտ մտածել եմ, որ Նիկոլին պետք չի ցմատալ, որ այս արևի լույսը վայելի, ջուրը խմի, սատկի, չսատկի, չգիտեմ։ Հետո աշխարհում մեկ այսօրվա խուլուկույր Եվրոպան, խուլուկույր ԱՄՆ-ը, ինչքան դատապաշտպաններ ունեն կլսնեն Երևան։ Մեզ պետք է ինքը սատկած վիճակում, որովհետև Թուրքիի ամենալավ թուրքը դա սատկած թուրքն է։ Հիմա թե ինչ ձևով կսատկի, Աստծո պատիժը հասնի նրան, Աստծո պատիժը, որովհետև այս թուրք հասարակությունը մի անգամ ձեն չի հանում։ Ես հիմա չեմ կարող մոռանալ, երբ 9 թվականին, հունվարի 19-ին Հրանտ Դինքին սպանեցին հենց իր խմբագրատան դիմաց, երբ նրա դիակը դեռ ընկած էր ասֆալտին, թուրք հասարակությունը կարծեք թե Հրանտ Դինքին նկարներն էին դրել, չէ, դեմքերին, դիմակները, ընդ որում աչքերի տեղը բաց էր։ Երբ շատ-շատերն ասում էին, այ թուրք հասարակությունը փոխվում է, թուրք հասարակությունը ասում է ես դինք եմ, ես այն ժամանակ էլ եմ ճչացել, չէ, այդ դիմակներով նրանք ցույց են տալիս, բոլորիդ աչքերը այսպես հանելու ենք։ Ես վկաներ ունեմ դրա համար, որ վիճել եմ, ընդ որում կանադահայեր էին, վիճել եմ հետներ, ասում են, չէ, ինչու եք այդպես ասում, Տիկին Ալեքսանյան, թուրքն էլ է ժողովուրդ, չէ, թուրքը ժողովուրդ չէ, թուրքը Յաթաղանի վարպետ է, Յաթաղանի վարպետ է, իսկ դա դժվար է ժողովուրդ կոչելը։ Հիմա թուրքերի հետ որևէ հույս կապողը դա թուրքի ծնունդ շան լակոտ է։ Ես ներողություն եմ խնդրում իմ ունկնդրից և ակնդրից, թե չէ ես դրանց նկատմամբ ոչ մի տարածորեն ոչ մի հարգանքի նշույլ չունեմ և պարտավորված չեմ զգում նրանց դիմելիս ինչ-որ հարգալից վերաբերմունք։ Շատ քիչ ժամանակ մնաց
որ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի բնակչությունը եւ ոչ միայն մայրաքաղաքի, այլև քանի որ այս կապիկություններ, այս խոշորացված համայնք եւ այլն բնակչությունը պիտի կատարի բախտորոշ ընտրություն։ Սա ընտրություն չէ ընտրության համար, սա լինելիության կամ չլինելիության ընտրություն է լինելու։ Ես մի անգամ եմ անդրադարձել դեռ սովետների ժամանակ, երբ որ կոնտեսությունները նոր սկսել էին ձևավորվել, այդ խոշորացված մի թույլ համայնքը ուժեղ համայնքին կցելու փորձ են արել։ Ես այն գյուղից եմ, որի բնակչուհիներից մեկը Մարիամ Մարտիրոսյանը խորհրդային Հայաստանի առաջին աշխատանքի հերոսուհին էր։ Մենք ունենք հարևան գյուղ, որի պայմանները մերինի նկատմամբ իհարկե նույնը չէր, այնտեղ ավելի բարձր էր, մեր դաշտերը անպարփակ, ցորենի արտերը ծփում էին, որ նայում ենք ցորենի, կորնգանի, գարու արտերին, մի յուրահատուկ հմայք ունեին այդ դաշտերը, նրանց մոտ այդքան ճիշտ չէր, եւ այդ կոնտեսությունը, այսինքն չեղած կոնտեսությունը գցել էին մեր գյուղին։ 2 տարուց հետո տեսան, որ այս գյուղում էլ ոչ մեկը չի ուզում աշխատել, որովհետև ձիթանքովը կկատարի պետական պլանը եւ իր համար եւ լանջիկի համար, որովհետև մթերումները ամբողջը կանի ձիթանքովը, սկսած ձվից, կաթից, պանրից, էլի չգիտեմ ինչից, լանջիկցին էլ չի աշխատում, բայց ստանում է, որովհետև այս համայնքի կեսն է համարվում։ Եվ շատ արագ ուշքի եկան, ես ինչ ենք անում, մարդկանց դարձնում ենք չաշխատող, մարդկանց դարձնում ենք թամբալ, և այդ օյնբազությանը վեշ տվեցին։ Հիմա, այդպիսի օրինակ եղել է, դուք ինչու եք հիմա նույն սխալը կատարում։ Քպականներ, թե ձեզ համար որևէ լավ օրինակ, որակյալ օրինակ չկա ընդօրինակելու, կամ դուք այդքան խելք չունեք, որ ինքներդ մտածեք, իհարկե, հիմա վաղարշապատ քաղաք և խոշորացված բոլոր համայնքների ընտրողներ։ Ես ձեզ խնդրում եմ, պաղատում եմ, պահանջում եմ, որևէ մեկը քպային ձայն չտակ, ոչ ոք ձեր կողքին չի լինելու այդ ընտրասեղանի մոտ, թե լինելու է։ Տեսնում եք, հարցը կմնա անպատասխան, բայց եթե դու գնաս, քո կամքը թելադրես ու քպը չընտրես, գոնե այն զուլումը չես բերի երկրի գլխին, ինչ ընտրեցիր համապետական 2 ընտրություններում, ինչ որ արեցիր այդ ոչիրը գործեցիր։ Իմ խոսքը վերաբերում է քպը ընտրողներին։ Ես էլ եմ ասում, ես կռիվ չունեմ խելացի, նորմալ, ազգասեր, ազգահպատակ մարդկանց նկատմամբ, իմ կռիվը իմ ազգի թշնամիների դեմ է։ Մի ընտրիր, ոչ ոք ոչինչ չի կարող անել, բոլորիս չեն կարողանալու բանտարկել, հաստատ, այդքան տեղել չունեն։ Մնացածներին եթե սկսեն բանտարկել, պիտի տանեն ազգային ժողովի շենքում լցնել, որտեղ ամենադատարկ տարածությունը ազգային ժողովի շենքն է։ Կամ էլ կառավարություն, որտեղ ամենադատարկ որոշումները, ամենաանիմաստ
վճիռները կայացում են կառավարության շենքում։ Դեր ազգային ժողովում ընդդիմությունը կռիվ է տալիս, կառավարությունում դա էլ չկա։ Կան 14, եթե չեմ սխալվում, հլու հպատակ հարցներ, որոնք նստում են, ցցվում են, երբ որ այդ թուրքի լամուկն են ես մտնում, հետո խելոք նստում են և ինչ ասում են, ոչ ոք ոչինչ չունի ասելու, ոչ ոք չի ընդդիմանում, թե այս հարցը կարելի այսպես կամ այնպես կամ արդյոք դա ընդունելի է, արդյոք գյուղացին կհասկանա, որ պետությունը իրեն պիտի անտեր թողնի, արդյոք բանվորը, որ այսօր մնացել է փողոցում, որովհետև աշխատատեղ չկա, որովհետև գործարան չկա, որովհետև սրանք ուղղակի կլանել են ամեն ինչ։ Բայց այն մյուս հատվածում, ազգային ժողով կոչվող հատվածում, ես բազմիցս ասել եմ, Միլի մեջլիսի վերածված մեր ազգային ժողովը։ Ես հիացած եմ իհարկե Էդգար Ղազարյանի համառությամբ, գիտելիքներով, իր խիզախությամբ, բայց նախանձում եմ մարդն էլ այսքան, այսպես ուղղորդված լինի իր առջև դրած նպատակին հասնելու համար, ողջունում եմ և ցանկանում քաջառողջություն։ Հիմա Բաքվում համարյա թե մոտենում է այդ տխրահարճ չէ, դա ինչ բառ է որ, այս ոճրագործ դատավարության ծայրը։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև դատախազը արդեն ելույթ է ունեցել դատախազները։ Այստեղ երևի թե ավելի ճիշտ կլիներ ասել հայ ժողովրդի նախկին թշնամիների այսօրվա սերունդը, որովհետև մարդկանց դատել հենց այնպես հավեսի համար կարող է միայն այդ ազգի թշնամին։ Բա ազգային ժողովի քպական մեծամասնություն կոչված չգիտեմ ինչ անասնագոմ ձեզ բոլորովին չվիրավորեց այս հանգամանքը, ձեզ են տանելու, հիշեք, երբ որ իշխանափոխություն լինի, անձամբ ես առաջարկելու եմ, որ ԿՊ-ին ոչ թե այստեղ դատեն, այլ տան Ալիևի ձեռքը, նա լավ է դատում։ Պատկերացրեք, դատեցին այնպիսի մարդկանց, որոնք իրենց ոչինչ չեն արել, նրանք պաշտպանել են իրենց երկիրը, իրենց ազգը, իրենց ինքնությունը, բա ոնց կդատեն իրենց ազգին ու ինքնությանը դավաճանած այս հայվաններին, ներողություն եմ խնդրում ակնդրից ու կնդրից, այստեղ մարդիկ չեն, այստեղ այն Արթուր Հովհաննիսյանին մարդ կարելի է համարել, կամ Անդրանիկ Քոչարյանին կարելի է մարդ համարել, կամ այն Տիլի Գագոն մարդ է, ոնց որ ճահճուտում մոլորված գոմեշ լինի, ճահճուտում մոլորված գոմեշ, տեսքնել թուրքի, եթե իշխանափոխություն լինի, հատուկ ես պիտի ձայն բարձրացնեմ, որ սրանց բոլորի դնթեն ստուգվի, որովհետև սրանք չեն կարող լինել հայ, անհնարին է, որ հայը այդքան ինչ-որ ապրուստի կարողության, չգիտեմ, բանկերում հաշիվներ ունենալու, վիլլաներ ունենալու համար վերցնեն ու երկիր կործանեն։ Ախր սրանք մենակ չեն դավաճանել, սրանք նաև կործանել են իրենց ձեռքով, նույնիսկ չեն էլ
վստահել, որ թշնամին կործանի, իրենք են կործանել, որովհետև Ալիևը չի ստորագրել հոկտեմբերի 6-ին Պրագայում, հոկտեմբերի 6-ին չէր ներողություն, հա, հոկտեմբերի 6-ին, որ Արցախը Ադրբեջան է, Ալիևը չի ստորագրել, ոչ էլ Հաջիևը, ոչ էլ Էրդողանը, ստորագրել է Հայաստանի վարչապետի աթոռից կախ ընկած այս թուրքի լամուկը, և այնքան է կերել անուղեղների չեղած ուղեղը, որ մինչև հիմա էլ մարդիկան ասում են, Քոչարյանն է տվել, այ Քոչարյանի չափ քարններ բոլոր նրանց գլխին, ովքեր չեն հասկանում այս տարրական տրամաբանությունը և երկիրը մաքրվեր, ես նաև ասում եմ, բոլոր նրանց, ովքեր ասում են ռուսն է տվել, ռուսը, 90 թվին ռուսը արդեն վաղուց տվել պրծել էր, այ ռուսի չափ քարնի ձեր գլխին, որ երկիրը մաքրվի, պատկերացնում եք, եթե այս երկու բանը տեղի ունենար, մենք կունենայինք մաքրամաքուր ազգ, կունենայինք ազգ, որը կմտածի իր առաջընթացի մասին, իր զարգացման մասին, իր կրթության մասին, որ այսօր ուղղակի չկա, ես սրտի ցավով եմ դա ասում, դե մի բնակավար, որի ղեկավարը այդ չորացած ճպուռը լինի, որը չի համարձակվում մի բառ ասել այդ վարչապետի աթոռից գանվածին, որ այդպես չի կարելի, ախր ինքը չգիտի ինչ ասի, տիկի աշխատողին, տիկի չէ կարծեմ այդ բնակավարը որտեղ նա աշխատել է, տիկի աշխատողին որպես Պետրոսի, էնել այդ խաչագող քավոր Պետրոսի կին բերել են դրել նախարար, ինքը ինչ պիտի ասի, իր խելքը ինչ է հասկանում, այդ նախարարը գիտի, որ այսօրվա իր ղեկավարած գերատեսչությունում չկա կրթության և դասյարակության, գիտության, սպորտի հայեցակարգ, որտեղ ծրագրերը, երբ կազմվում են, դրանից առաջ հայեցակարգն է իրականացվում, պիտի հայեցակարգ լինի, որի հիման վրա լինեն ծրագրեր կրթության բնագավառում և կյանքի բոլոր բնագավառներում, այս կինը երևի չգիտի հայեցակարգ բառը ինչ է նշանակում, էլ որտեղից դիմագրավի ասենք Նիկոլի ասածներին, բնական է, հա, այդպես է որ կա, բոլոր այս պրոթեզ ձեռքերը բոլորինը տնկվում են մի պա, են էլ հարցերն էլ մի 40-ն են լինում, որից 38-ը կամ 9-ը չզեկուցվող են, այսինքն սրանք միայն քվեարկելու համար են, ուրիշ ոչ մի բանի համար չեն, մի անգամ կարծեմ Աննա Գրիգորյանն էր որ ասաց, մեր երկրում ամեն ինչը Նիկոլն է, մենակ մի բան չէր, կաթողիկոս, են էլ ես եղավ քանի ամիս, սոված շան նման հարձակվել է կաթողիկոսի և մայրաթորի վրա, կատարյալ սոված չէ ինչուն, ներողություն, շները կարգին կենթաններ են, սոված բորենու նման, հարձակվել է մայր աթորի վրա և կաթողիկոսի վրա, ժողովուրդ հասկացեք, այստեղ կաթողիկոսի անձի խնդիր չկա, մեր կաթողիկոսներից Խրիմյան հայրիկի մասին, որևէ մեկը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ բացասական արտահայտություն անել, կարծում եմ չէ, Խրիմյան հայրիկը դուստր ուներ,
Այդ դուստրը կար, երբ որ նա կաթողիկոս չէր։ Հետո են հարմար գտել, որ այսպիսի խելքի տեր մարդը, որը Վարագավանքում 1856 թվականին հիմնադրել էր ժառանգավորած դպրոցը, քանի հոգի կարող էր նման բան անել։ Ուրեմն այս մարդը այնպիսի գիտելիքներ, այնպիսի կարողություններ ունի, որ կարող է լինել կաթողիկոս։ Լուսավորիչը ընտանիք չուներ, չեմ հասկանում։ Այսօր այդ ընտանիքների հարցը չի, այսօր մայրաթորի և քրիստոնեության ջախջախման հարցն է դրված։ Այնպես որ ով կխոսի կաթողիկոսի անձի մասին նշանակում է նա խույս է տալիս հարցին պատասխանելուց։ Անձամբ ես դեմ եմ, որ մեր գրագետ մասսան իդեմս ճեմարան ավարտածների չունի իր սերունդը, իր ժառանգը, ինչի համար այդ գրագետ մարդկանց գենը ինչու պիտի արգելակվի և ծաղկի գենը այս Արթուր Հովհաննիսյանի, այս Կոնջորյանների, այս Տիրի Գագոնների, այս Անդրանիկ Քոչարյանների, այն Հակոբ Ասլանյանը գետինը մտած, ես վաղուց չեմ անդրադառնում, որտև ինքը ապացուցեց, որ ինքը ընդամենը ոչնչություն է։ Եվ այդ, ինչպես Գևորգ Պետրոսյանը կասեր, գանգրահեր տղան, Հովիկ Աղազարյանը, ամոթ ձեզ, ամոթ, պնակալեզներ, դուք ինչ մարդ եք, դուք ովքեր եք, որ կարողանում եք տեսնել արյունահոսող մեր վերքերը ու ձայն չհանել, չասել վարչապետ դարձար անգլոսաքսերի ու թուրքերի անմիջական օգնությամբ, հերիք է, գնա